որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ջուրը էժան պահեք։ Դա լուծում չի, դա յուրաքանչյուր քաղաքացի կարող ասի, ու իմիջիալոց հենց այդտեղից է սկսում, երբ որ ես դեպուտատ եմ ընտրվում ու ես ասում եմ, որ պետքա ասենք գնանք մեկին հարցնենք, ասենք օրինակ ինչ խնդրեմ ունես։ Կասի ուզում եմ իմ բարեկեցությունը իմ երեխեքի նյութականը ապահովեմ։ Ասենք մի հատ էլի ասա, ինչ խնդրեմ ունես։ Կասի ուզեմ որ բուժումը ձրի լինի կամ հասանելի լինի, չէ՞։ Հետո որ շատ զորես ասես էլի ինչ խնդիր ունես, կարող ասի ուզեմ ցեղասպանությունը ճանաչեն։ Էլ ինչ ունես, կարող ասի вообще-то հնարավոր էր կուզեի ծովից ծով Հայաստան ելել։ Ու այդ մակարդակով մարդիկ գնում են դառնում քաղաքական գործիչ։ Այդ դեպքում ասենք մարդը ասում է ես բիզնեսմեն եմ, չէ՞։ Ասում է չհասկացա, այդ դրա ուզածը եթե այդ է, այդ քաղաքական գործիչի ֆունկցիան եթե այդ է, ես դրանից լավ կասեմ, ձեր եթե մարդկանց լավություն կանեմ, հենց էլ անում եմ։ Էնի մենակ խոսում է ոչինչ չի անում։ Ու այս պայմաններում դառնում է որ քաղաքական գործիչը բոլորին հասանելի է, ասում է որ հասանելի է ես էլ անեմ։ Նորից եմ կրկնում, քաղաքական գործիչը մասնագիտություն հենց ոնց որ դուք նշեցիք, ոնց որ բժիշկի, օրինակ ես չեմ կարծում, որ Սադոյանը բոլորի համար սրտից խոսում է, ես վստահ եմ լիքը բժիշկներ կան, կամ պատմության դասատուներ, կամ գրականության դասատուներ, որ շատ հռետորական կարող են խոսան ու ավելի հաջող մատուցեն ժողովրդի հոգսերը, բայց ես չեմ կարծում, որ որևէ լավ խոսացող պատմության դասատուի կամ ասենք Սադոյանի պես սիրելի դեպուտատի քաղաքական գործիչ ժողովրդը սիրելու խաթր տանի բժիշկ ընտրի, եթե ընտրովի լեր բժիշկի մասնագիտությունը, ու իր կյանքը վստահի նրա վիրահատությանը։ Եթե ժողովուրդը չի վստահի, ասի Սադոյանին շատ եմ սիրում, բայց ես իմ կյանքը չեմ դնի որպես բժիշկ իրան ընտրեմ, բայց իրան ինչի է թվում, թե որ բժիշկի գործը ավելի դժվար գործ է, քան քաղաքական գործը չի։ Նորից եմ կրկնում, թվում է նրա համար, որովհետև չունենք ավանդույթներ քաղաքական։ Ու դա ժողովրդին պետք չի մեղադրել, դա պետք է մեղադրել քաղաքական էլիտային։ Էլիտան ասեմ, որ դերից է գալիս։ Օրինակ ես շատ զվարթ մեր ժողովրդից այս նայում եմ պատմությունը դժգոհ եմ մնում, ովշի հավաքականությունից, բայց որտեվ ըստ էության նայում ես տեսնում ես որ ժողովուրդ հասկացողություն չկա, ժողովուրդ ազգ, ասեմ ինչի կան հայ մարդիկ, հայ մարդ իր լեզվով, իր զգացողությամբ եւ այլն, բայց հավաքական ժողովուրդը իմ պատկերացմամբ դա պետք է ունենա հավաքական իդեալներ։ Մենք չունենք իդեալներ։ Չէ, հավաքական իդեալներ չունենք, յուրաքանչյուր մարդու երբ որ խոսցնես, չէ, նորից ասեցի իրենք ցեղասպանությունը դա չէ, ցեղասպանությունը բոլորին ոնց որ վերաբերվող համազգային խնդրեմ ա եղել ու դա բան է ստեղծում իմիտացիա թե մենք համազգային արժեքներով ենք շարժվում դա ցեղասպանությունը կամ դա իմիտացիա է հա ինքնախապեյությամբ ժողովուրդը կարող մենք չենք կարող է գիտակցում որովհետև եթե այսօր վերցնենք ասենք մի հատ հարցում անենք օրինակ ես չգիտեմ ինչքան տոկոս այսօր կասի անկախությունը լավ բան է այսինքն բայց հավաքական ժողովուրդները ազգերը չէ թե ունեն օրինակ բանը Միշել Մոնտենը լավ խոսք ունի, որը ժամանակի նժդեհները մեջ բերի, ասում է ժողովուրդ ասե ինձ քո իդեալը, եւ ես կասեմ քո ապագան։ Հիմա որ գնանք ամեն մի ժողովուրդը իր իդեալի, իր պատկերացումը կունենա, այսինքն որպես հասարակություն նախ պետքա կայանա։ Այս հանրությունը պետքա հասարակություն կայանա, քաղաքացիական ինքնագիտակցություն ունենա։ Մեր ժողովուրդը դաժե քաղաքացիական ինքնագիտակցություն չունի։ Ես իմիջիալոց ասեմ, եթե քննադատում եմ, ես դա սրտի ցավ եմ ասում, ոչ թե նենց բացական իմաստով էլ, օրինակ նեժդեհը ասում է բանը քննադատել հոգեպես տարապել է նշանակում։ Ես ասեմ, օրինակ Ֆրանսիայում 2-300 տարի առաջ հազարավոր մարդկանց գլուխներ մնացին գիլյոտինի տակ, մենակ մի հատիկ բարի համար քաղաքացի։ Այսինքն իրանք հպատակն էին, չէ՞ ֆրանսիական հզոր պետության։ Հպատակն էին, բայց իրանք ուզում են իրանք դառնային այդ երկրի քաղաքացին ու գնում էին ապստամբությունների, խռովությունների։ Մեր ժողովրդի համար քաղաքացի բառը նույնն է, ոնց քաղաքաբնակ, գյուղաբնակ։ Քաղաքացին ենթադրում է հստակ իրավունքներ ու պարտավորություններ։ Իսկ մեր քաղաքական էլիտան կամ ընդհանրապես մեր ազգի էլիտան մտավորականությունը դա ինքը նախ չի հասկանում որ բացատրի։ Նախ ինքը պետք է հասկանա, բայց օրինակ Սարոյան եղբորներ ֆիլմում, չէ՞, ասում է մեր ողնաշարը կոտրած ժողովուրդ ենք։ Ասենք երկար մտածում ես, ասես ճիշտ է, էլի մեր ժողովուրդը հենց ոնց որ դարելը դարերի էս երևի բարյունի ասած բացական երևույթները օտար տիրապետության արդյունք է, վաղկոտ է դարել թե ինչ բան։ Բայց դե մտածում ես մեզ ժողովուրդը չի վախկոտ դարել, ժողովուրդը ոչ առաքինություններ ունի, ոչ էլ առաքինություններից զուր կա։ Ամեն ժողովրդի առաքինությունները ձևավորում այդ ազգի մտավորական էլիտան։ Իսկ այդ էլիտան որտեղից է ծնվում։ Այդ էլիտան էլի ծնվում է ժողովրդից, բայց պարբերաբար ժողովուրդը տալիս է էլիտա, իր մեջից ծնում է, ասենք, մտավորական միտք, չէ։ Սրանք իրանք կամազուրկ են ելում, սրանք իրար հետ փոխ կապակցված են, դրա համար ասում եմ եւ ժողովրդին ես քննադատում եւ անհատներին։ Հիմա ասես մի հատ օրինակ բերեմ, օրինակ մեր դասական, ասենք, մտավորական գրողներից հայտնի, որ ինքը նաև բանը որոշ չափորոշիչ որպես կարելի ընդունել, չէ, ասենք, բանը Դերենիկ Դեմիրճյանը, սերունդներ են դաստիարակվել նրա գրվածների վրա։ Հիմա այդ մարդը իհարկե թող ինձ շատերը ներեն, սիրում են իրան, բայց ես ճիշտ եմ ասում։ Դուք չեք սիրում։ Չէ, սիրելու չսիրելու խնդիր չի, ես ուրիշ բանի մասին եմ խոսում։ Բանի արժեքային համակարգ ձևավորող մարդկանց մասին եմ խոսում, ու ասեմ լավագույններից մեկն է համարվում։ Նա վերցնում է մինչև հեղափոխությունը գրում է վասակ դրամա,
վասակցությունեցում ներկայացնում է մի մոտեցմամբ, որը մենք ոչ մեկս չենք կարդացել։ Մենակ դպրոցում դասատուն պատմել է այդ մասին։ Հետո հասարակությունը ժողովուրդը չի ընդունում։ Ինքը վերցնում գնում է Վարդանանք պատմավեպը, որտեղ վասակին դավաճան է անում։ Դա լավագույն անսկզբունքայնության օրինակ է։ Ինքը գիտի, որ վասակը դավաճան չի, դա մի անգամ գրել է, հասարակությունը չի ընդունել, դուրս տալով ամբողջահաճությանը վերցրել հակառակն է գրել։ Այդ ձևի ժողովրդի մտավորականությունից, իսկ որ ասում եք որտեղից է դա գալիս, ես ասեմ, երբ որ այդ քրիստոնեությունը Հայաստան մցրեցին հրով ու սրով, ամբողջ հայկական պետական արժեքային համակարգը ստորադասեցին կրոնին, ազգին, ամբողջ ազգին ծառայեցին կրոնին, ստորադասեցին։ Ու դրա ապացույցն է նաև ավարերի ճակատամարտը։ Այդ հիմքը ստեղից է գալիս, ամբողջը դեգրադացվեց արժեքային համակարգը, աղավաղվեց, երբ որ Պապ թագավորի պես հազվագուտ թագավոր ենք ունեցել, եկեղեցին նրան բնութագրեց որպես արվամոլ։ Շատ լավ, բայց չէ, օրինակ Սոս Սարգսյանը խոսում է պետության կայացման մասին, ազգային արժեքների մասին, ժողովրդի մասին, Լևոն Անյանյանը գրող խոսում է պետության կայացման մասին, ժողովրդի մասին, Սիլվա Կապուտիկյանը գրող խոսում է նույն ժողովրդի դարդուցավի մասին, պետության մասին, քաղաքացու մասին։ Չգիտեք ինչ, երբ որ օտար տիրապետության տակ ապրում ես, քո սեփական դուք ասում եք չունենք մենք, բանարանք ովքեր են։ Դեմիրճյանը չէր, ասեմ, բայց այդ կերպարով էր Դեմիրճյանը։ Ձեզ թվում է Սոս Սարգսյանը կամ Սիլվա Կապուտիկյանը ավելի ուրիշ կերպարով է։ Ինչու նրանք են անսկզբունք։ Անսկզբունքային չէ, մի ժողովուրդ, որը վաղուց զրկվել է անկախության պետականության զգացողությունից ու դա կոպիտ ասած ֆանատիկորեն պաշտպանելու ցանկությունից։ Եկեք կոնկրետ ինչը Սոս Սարգսյանի մեջ ձեր դուրս չի գալի որպես մտավորական։ Ես երբևէ չեմ տեսել ոչ միայն Սոս Սարգսյանին, այլ որևէ մտավորականի, որը վեր կենա ժողովրդին ինքը քաղաքացիական ինքնագիտակցության նորմերը գոնե բացատրի։ Իհարկե կարող ասեն ոչ ոք իրան իրավունք չի վերապահի ժողովրդին սովորացնի, ինչի՞ չէ։ Մեր սերունդ տվյալ սերունդի մասին է խոսքը, եթե ես փոքր եմ, փոքր սերունդ եմ, տարիքով փոքրին եմ, մեծերը պետք է սովորացնեն, իմ սերունդին սովորացնեն։ Ըստ էության դառնում է, որ ժողովուրդը ինքը իրան սովորացնելով ապրում է։ Եթե ճիշտ բան են սովորացնում, սերունդները շահում են, եթե սխալ բան են սովորացնում, սերունդներն կորցնում են, ազգն է կործանվում է։ Հիմա ես ձեզ ասում եմ, մեր նորից գամ ես մի բանի, վերցնում ենք, օրինակ մեր ժողովրդի մեջ կա նաև որոշակի լավ ուրիշ օրինակ վերեմ, ձեր հերոստատեսությամբ առավոտը մի հատ ինչ-որ հաղորդում ունի։ Ասում է մեր ազգին նվիրված հարցեր տվեք, բանը, բնութագիր ասեք հայ ժողովրդի։ Ով զանգել է 3 բառով բնութագրեք։ Այդ չեմ թողեք, հեսա բնութագրը։ Այսինքն ինչ բնութագրը, հələ մի հատ ասեմ։ Ով զանգում է, ասում է ինչպեսի ժողովուրդ է, ասում է բարի ժողովուրդ է, հյուրասեր ժողովուրդ է, բանը, ազնիվ ժողովուրդ է, մեկ էլ ասում է աշխատասեր ժողովուրդ է, որը քիչ էին ասում։ Ես ասեմ դա այդ բնութագրերը որ տրված է, նշանակում է մեր ժողովուրդը ոչ մի դրական բնութագիր չունի, որ ունենար կնշեին։ Բարի հյուրասեր ու ազնիվը դա անհատական բնութագիր է, ոչ թե ժողովրդի բնութագիր։ Օրինակ ոչ ոք ռուսին չի ասում ազնիվ ժողովուրդ, ասում են великий народ։ Գերմանացիները որ չեն ասում, դա չի նշանակում որ նա ազնիվ չի։ Գերմանացին սաղ աշխարհը գիտի, որ նրա մոտ գողությունը ամենակիչն է, գերմանական ազգի մասին է խոսքը։ Երբ որ մի ժողովրդի դու բնութագրելու ոչինչ չունես, ասում են մեծ ժողովուրդ է, ստեղծագործող ժողովուրդ է, քաղաքակրթություն տարածող ժողովուրդ է, դեմոկրատիայի դրոշակակի ժողովուրդ է, լիքը ռազմատենչ ժողովուրդ ասում են։ Օրինակ մարդուն ասում են կռվարար մարդ, ոչ չեն ասում ռազմատենչ մարդ։ Ժողովրդին են ասում ռազմատենչ ժողովուրդ, ոչ թե կռվարար ժողովուրդ։ Ժողովուրդները տենց են։ Դիմա մենք ասում ենք ինչ ժողովուրդ ենք, բռնում են անհատին բնութագրող, այդ ոնց են որոշել, որ հայ ժողովուրդը հյուրասեր է, ասենք մեկը եկել է ծանոթի տունը մտել է, 10 ծանոթունի հյուրասիրել են, դարել է բանա, գերմանացիներն անհյուրասեր է, կարող են նայել իր ծանոթ հետը իրան էլ հյուրասիրեն։ Դա ցույց է տալի, որ մենք ժողովրդին բնութագրական ոչ մի արժան, ոչ մի որակ չենք կարող տեսնենք։ Դրա համար սկսում ենք անհատի բնութագրականը Խնդրում դուք ասում են մեր ժողովուրդը աշխատասեր ժողովուրդ է, այստեղ ես համաձայն եմ, բայց ով ասես թե դա լավ բան է։ Աշխատասեր լինելը վատ բան է։ Աշխատասեր մարդը պետք է լինի, որպեսզի իր հոգսերը լուծի։ Իսկ ով ասեց որ ժողովուրդը աշխատասեր է դա անպայման լավ բան է, հեսա դա եմ